Հայրենասիրության լավագույն եւ հարազատ ցայնը։ Արև ձեզ հարգելի ունկնդիրներ, վանացանի եթերով եւ թիմադերի էջով ցեզի հետ են Գրիգոր եւ Սելին ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Անցնող շաբաթավերջին Վիեննայի մեջ տեղի ունեցավ համազգայնի Եվրոպայի ուսանողական հավաքը Youth-Link-ը, մասնակցությամբ աշխարհի զանազան երկիրների ժամանած 20 երիտասարդ ուսանողներու, որոնք երօրյա աշխատանքներու եւ բդույթներու ընդմեջ են, ծանոթացան իրարու, լսեցին հայ մշակույթի զանազան բնագրավարներու մասին դասախոսություններ եւ ունեցան աշխատանոցներ։ Անոնք այցելեցին Վիեննայի հայ քաղուտի զանազան կետրոններ եւ դեսարժան վայրեր։ Հավաքին ներկա գտնվեցավ համազգայնի կետրոնական վարչության Եվրոպայի ներկայացուցիչ Հասմիկ Շահինյան։ Հավաքին բացումը կատարվեցավ ուրբաթ 8 մայիս 2025-ին։ Հավաքին պատասխանատու Արա Պարսեղյան Փարիքալուստ մաղթեց ուսանողներուն եւ բացատրություններ տվավ երօրյա ծրագիրին եւ հավաքին վերաբերող իրադարձություններուն մասին։ Ապա հավաքի Վիեննայի գազագերբական աշխատանքներու պատասխանատու Հոմենեցմենի Վիեննայի Մեգուսի շրջանի վարչության անդամ Հակոբ Սահակյան կորձնական ցուցմունքներ տվավ մասնագետներուն։ Խոսք արավ համազգայնի կետրոնական վարչության Բեյրութի գրասենյակի պատասխանատու Արին Քալուսյան եւ Հագիրճ Ագնարգով ներկայացուց համազգայնի զանազան ծրագիրները, հատկապես երիտասարդական, պատանեկան եւ մանկական ծրագիրներն ու նախաձեռնությունները։ Նույն օրը Շաղիկ Շադոյան ներկայացուց Վիեննայի հայկական քաղուտի ստեղծման պատմությունը, որ մեյետք մասնագետները այցելեցին Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, ինչպես նաև եկեղեցիին փագի մեջ զետեղված հայոց ցեղասպանության հուշարձան։ Մելանի Կլնջյան հերագաբով միացավ եւ խոսեցավ ոդքասթի ծրագիրին պատրաստականության մասին, որ մեյետք 4 խումբերու բաժնված մասնագետները սկսան զանազան նյութերու մասին ոդքասթի պատրաստականություն աշխատանքներու։ Տենի Մաթյան բարի աշխատանոցի ընթացքին բացատրեց հայկական բարի յուրահատկություններու, տեսակներու, զանազան շարժումներու եւ դարազներու մասին։ Ապա միասնաբար քանի մը բարսորվեցան ու բարեցին։ Հոմենեցմենի Վիեննայի Մեգուսի մասնաճյուղի վարչության հյուրասիրությամբ ջաշը տեղի ունեցավ ագումբեն ներս։ Երեգոյան խումբը այցելեց Time Travel Vienna եւ ծանոթացավ Վիեննայի պատմության։ 23 ապրիլի երեգոյան Ամերիկայի հայտարարի հանձնախումբի Սեն Կապրիել Հարթի մասնաճյուղը հայ հեղափոխական դաշնակցության Թրոգոմիդեն եւ Մոնտեբելլո քաղաքը կազմակերպեցին հիշադակի մոմավարություն հայոց ցեղասպանության նահատակած հուշարձանի մոտ Մոնտեբելլոյի մեջ։ Սցենարը նվիրված էր հայոց ցեղասպանության 110-ամյակին ոգեգոճելով 1.5 միլիոն նահատակներու հիշադակը եւ վերահաստատելով հայ-ամերիկյան համայնքի անվհատ նվիրումը ճշմարտության, արդարության եւ հիշողության։ Հոհիտա Արեմդյան Միացյալ Նահանգներու կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գարո Մադենլյան ընդգծեց, որ հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական իրադարձություն է, այլև շարունակվող պայքար։ Գսպարանը սպանել զիս, բայց չեն գնալ սպանել մեզ։ Հիշեցեք այդ։ Եվ միասին մենք կշարունակենք այս պայքարը, որովհետև այս ճիշտ պայքար է, արդար պայքար է, ըսավ Մադենլյան հղում կատարելով Արցախի հայության դեմ իրագործված ցեղասպանական ցեղային զդումին եւ ազգային միասնության կարեւորության։ Մոնտեբելլոյի քաղաքապետ Սալվադոր Մելենդես ընդգծեց քաղաքապետարանի շարունակական համերաշխությունը հայ համայնքին հետ։ Մոնտեբելլոն միշտ կմնա քաղաքը, որ կանգնած է ճշմարտության, արդարության եւ հայ ժողովրդի անգոդրում ոգիի գողքին, ըսավ Մելենդես, հիշեցնելով քաղաքային խորհրդի վերջին բանացևը, որ կբահանջի Բաքուի մեջ ապօրինաբար բահվող հայ քերներու անվերաբար ազատ արձակումը։ Կալիֆոռնիա նահանգային զերակույտի անդամ Բոբ Արչուլեդան, որ երկար տարիներ կանգնած է հայ համայնքի կողքին, նշեց, որ Մոնտեբելլոյի հուշարձանը այժմ ջանչված է իբրև
Կալիֆորնիա պետական պատմական հուշարձան։ Բայկարինք, որովհետև միություն ունենք։ Դիդարացենք հայ համայնքին ցայնը ամբողջ Կալիֆորնիա մեջ։ Մենք պատկամ ունենք պիտի չմոռնանք ցեղասպանությունը, ըսավ Արչուլեդան, հիշելով դարներ շարունակ կատարած պաշտոնական իր աշխատանքը եւ գործընկերությունը դեղական առաջնորդներու հետ։ Կալիֆորնիա հայկական օրենսդրական խումբի նախագահ եւ նահանգային ժողովի միակ հայ անդամ Ջոն Հայրաբեդյան հայոց ցեղասպանության զոհերու հիշատակը գաբես արդարության արդի գոչերուն հետ։ Մինչև այն օրը, երբ քերիները Բաքուի մեջ կմնան փանդարգված, որովհետև հայ են, մենք հանգիստ պիտի չունենանք, հաստատեց Հայրաբեդյան։ Թող այս օրը միայն անցյալ հիշելու օրը չլա, այլ հիշեցում ամբողջ տարվան, որ պետք չէ դադրեցնենք։ Հողիտա Տրոգոմիդեի ներկայացուցիչը գոչ ուղեց հանրության զգոն մնալ համաշխարհային ժողովականության դեմ։ Մենք քաղաքական գործիչներու գարիք չունենք հաստատելու համար հայոց ցեղասպանության իրողությունը, բայց մենք գարիք ունենք գործիչներու, որոնք պիտի օգնեն Թուրքիո եւ Ադրբեջանի կառավարությունները պատասխանատու դարձնելու այս անարդարություններուն համար, ըսավ Գոմիդեի նախագահը։ Մոնտեբելոյի Վահան Կարդաշյան հայ երդասարտած տաշնակցության ուխտի ադնաբեդ Արապո Դեմիրիջյան հարկելով իր նախնիներուն իշտագը եւ հայ ժողովրդի դոգունությունը հայտարարեց. մենք չենք հրաժարիր ազատությունն, որուն համար անոնք կգրվեին։ Մենք միայն մարդիկներ չենք, մենք նաեւ ռազմիկներ ենք, բանաստեղծներ ենք, հայ ենք, միաժամանակ երթվելով բադվել իշտագը բոլոր անոնց, որոնք իրենց կյանքը զոհեցին ազգի կոյադևման համար։ Երեգոն շարունակվեցավ երաժշտական ելույթներով։ Ծրագիրը ավարտին հասավ հուշարձանի մոտ կատարված մոմավարությամբ։ Կահանաները աղոթք բարձրացուցին, իսկ մասնակիցները զարիգներ խոնարեցին ի հարկանս հայոց ցեղասպանության նահատակներու հիշատակին։ Այս օրերուն ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր հայ հեղափոխական դաշնակցության անդամ Կարնիկ Թանյելյան կգտնվի Շվեդի մեջ, իբրև հայ շվեդական խորհրդարանական բարեկամական խումբի անդամ։ Հանդիպումներու ընթացքին Թանյելյան ներկայացուց մեր երկրի համար կարևոր օրագարկային հարցեր, միջազգային հանրության կողմէ Արցախի մեջ տեղի ունեցած ցեղային զդումի համարժեք գնահատականներ տալու անհրաժեշտությունը, Արցախի հայության վերադարձի իրավունքը եւ այլ հարցեր։ Պատգամավոր ընդգծեց նաեւ Արցախի մեջ տեղի ունեցող մշակութային ժառանգության ոչնչացում դադարելու եւ համապատասխան բանաձևեր ընդունելու հրամայականը։ Կարնիկ Թանյելյան այս մասին ընկերային ցանցերու մեջ գրեց. 2023-ին Շվեդը ավելի քան $1 միլիոն հատկացուց Գարմիր խաչի միջազգային կոմիտեին Արցախի բնակչության քաղաքացիական գարիքները հոգալու համար։ Նկատի ունենալով Արցախեն բռնի դեղահանված մեր հայրենագիցները, օրեօր պատտարնացող ընկերային դրությունը խնդրեցի չթատրեցնել նման աջակցությունները։ Զանազան գուսակցություններու ներկայացուցիչներու հետ հանդիպումներու ընթացքին ներկայացուցի Ադրբեջանի մեջ բախվող աբորինի գերբով բախվող մերկերիներուն ռազմաքաղաքական եւ քաղաքացիական անձերու հարցը ակնկանելով, որ կորձուն քայլեր ձեռնարկվին զանոնք ազատ արձակելու համար։ Թանյելյան իր քրարումի մեջ նաեւ շեշտեց Շվեդի կողմէ հայոց ցեղասպանությունը ջանչնալու եւ դադարելու կարեւորությունը։ Հայտնեմ, որ հայոց ցեղասպանությունը ջանցող միակ բանաձևը ցարտ ընդունված է միայն Շվեդի խորհրդարանը։ Բադիվ ունեցա նիստերեն մեկը անցամբ վարելու, ներկայացնելով Հայաստանի մեջ խորհրդարանական ընդդիմության համար ստեղծվող արհեստական խոչընդոտները։ Դեղեկանալով այցելությանս մասին հետս հանդիպելու ցանկություն հայտնեցին շվեդահայերը, որոնք իրենց պատրաստակամությունը հայտնեցին հայանպաստ որևէ գործողության աջակցելու։ Նաև անգամ եւս կցանկամ շնորհակալություն հայտնել շվեդական կողմին իր ցուցաբերած չերմ ընդունելության եւ փորձառության փոխանակման համար։ Եզրակացուց պատգամավոր Կարնիկ Թանյելյան։ Ավստրալիա կդարած իր այցելության զիրի մեջ Արցախի մարդու իրավունքներու պաշտպան Քեգամ Ստեփանյան Ավստրալիա հայտարարի հանձնախումբի նախաձեռնությամբ այցելեց հարավային Ուելս նահանգի խորհրդարան եւ հանդիպում ունեցավ Ավստրալիա Հայաստան բարեկամական խումբի համանախագահներ Հյու Մակդերմոթի եւ Թիմ Ջեյմսի հետ։ Հանդիպումին առանցքը Արցախի ժողովրդի իրավունքներն էին,
միջազգային մարդասիրական աջակցություն, Բաքուի մեջ ապօրինի երբով բահվող հայ բադանտներու ազատ արձակում, արցախցիներու հավաքական վերադարձ եւ պատմամշակութային ու հոգեվոր ժառանգության պահպանություն։ Այցելության ընթացքին ան նաեւ այցելեց հայ արաքելական եկեղեցու Ավստրալիո թեմի առաջնորդարան, ուր առաջնորդ Սրբազան հոր ներկայացուց Արցախի հայության ներգավիճակը, մեր ժողովրդին թեմ զարացած մարդահրավերները եւ անոնց լուծումներու դեստրականը։ Հայ բարեգործական ընդհանուր միության Ալեքսանդր վարժարանի մեջ եւ համասկայնի Արշակ եւ Սոֆի Գոլստոն վարժարանի մեջ Գեգամ Ստեփանյան հանդիպումներ ունեցավ գրթական օջախներու ուսուցիչներու եւ սաներու հետ եւ մոդեն զանոթացավ հայաբահբանման համար կատարվող հսկայական աշխատանքին։ Գեգամ Ստեփանյան Ավստրալիա կատարած այցելությունը եզրափակելով շնորհակալություն հայտնեց Ավստրալիո մեջ Արցախի մնայուն ներկայացուցիչ Քայլար Միքայելյանին, Ավստրալիո հայ-թադի հանձնախումբի գործադիր դոնորեն Միքայել Կոլոկոսյանին, Հոհիտա Ավստրալիո գետրոնական կոմիտեին, Ավստրալիո հայ ավետարանչական ընկերակցության եւ ավստրալահայ համայնքի բոլոր գազམ་ագերբություններուն իրենց ցուցաբերած չերմ ընդունելության եւ ուշադրության համար։ Հայաստանի մեջ Ռուսիո տեսփան Սերգեյ Կոպիրկին հարցազրույցի ընթացքին հայտնեց. Մեր երկիրները բացահայտ եւ գոբիտ կերպով կփորձեն բարակդել։ Այս անվայել առաջադրանքը լուծելու համար կորզի կտրվին քաղաքական զանազան ճարաշահումներ, դեղեկատվական գործողություններ, բարձրապես բացահայտ սուդեր եւ զրբարտություն։ Թե ով կանգնած է անոնց ելին հայտնի է, ինչպես նաեւ անոնց Ռուսիո ռազմավարական բարդությունը դեսնելու մոլությունը։ Հույսը կտնենք հայ ժողովրդի իմաստության վրա, որ շատ լավ կհասկանա, թե ով է իր իրական բարեկամը, իսկ ով թշնամին։ Այն հարցումին, թե ինչ դեր ունի արևմուտքը տարածաշրջանի մեջ Մոսկվայի դեսանգունեն եւ ինչպես գաստե Ռուսիո քաղաքականության վրա, որքանով Ռուսիա լուրջ կընդունի Հայաստանի իշխանություններու հայտարարությունները Եվրոմիության եւ Միացյալ Նահանգներու հետ գաբերու ընդլայնումի մասին տեսփանը արձագանքեց։ Գփապակեի զսկուշացնել գարզրադիբային գարզիկներու դարաձումեն, թե Ռուսիա թեմ է արևմտյան երկիներու որևէ գործունեության եւ ներկայության։ Վստահ որ ոչ, մեզի համար շատ կարեւոր է, թե ինչ նպատակներով եւ խնդիրներով արտաքին խաղացողները հարավային Կովկաս կուքան, ըսավ ռուս տեսփանը։ Հայաստան իբրև ինքնիշխան երկիր ամեն իրավունք ունի զարգացնելու հարաբերությունները, որուն հետ որ ուզե։ Միաժամանակ, սակայն, մենք ողջմիտ կերպով կակնկալենք, որ մեր հայ դաշնակիցները չեն արդոներ արևմուտքի մեջ գտնվող ռուսադիաց ուժերուն օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանի մեջ Ռուսիո հետ երկրորդ ճակատ բանալու համար, ինչպես նաև չեն վտանգեր իրենց մասնակցությունը եվրոասիական ներառումի զարգացող գործընթացներուն, եզրակացուց տեսփան Կոպիրկին։ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված տոնախմբություններում մասնակցելու համար ռուսական կողմի հրավերով Աստրախանի մարզ մեկնող ադրբեջանական պատվիրակության անդամներեն Ազերբադամով ցերպակալվեցավ Մոսկվայի օթագայանի մեջ եւ անոր չարդոնվեցավ Ռուսիա մուտք գործել։ Օթագայանի մեջ Բադանովին ըսին, որ անոր արգելված է մուտք գործել Ռուսիա առանց որևէ բացատրություն տալու։ Ավելի ուշ անվերադարձավ Ադրբեջան։ Գենթադրվի, որ ռուսական կողմը Բադանովը սև ցուցակի մեջ ներառած է Ռուսիո խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վալվևի հասցեին իր կատարած քննադատական արտահայտություններուն համար, որովհետև Վալվև իր ղարքին վիրավորական հայտարարություններ կատարած է Ադրբեջանի հասցեին։ Հարգելիներ, վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Սերլին, Գրիգորը եւ ցայնի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։